ինչպես է Սոնա Մնացականյանը արդեն մահից հետո ընկել իշխանական այդ քարոզչա մեքենայի, կարելի ասել կատոկի տակ, հա։ Ընդհանրապես, եթե նայենք նման դեպքերը, հա, երբ որ քաղաքացին, քաղաքականությամբ չզբաղվող քաղաքացին, ով իր կենցաղային հարցերով է զբաղված, առնչվում է պետության հետ եւ ակնհայտ զոհ է այդ իրավիճակի, շատ հաճախ անզեն աչքով կարելի է նայել սոցիալական հարթակներում եւ զարմանալ ինչ է կատարվում, հա, ինչպես են ամենավերջին հանցագործը դարձնում այդ իրավիճակի զոհին, ինչեր են վերագրում եւ անզեն աչքը կարող է չհասկանալ, որ սա ուղղորդված ինչ որ արշավ է, հա, օրինակ հղիկին անցնում է ճանապարհը, վրաերթի են ենթարկում եւ սպանում են եւ ինչ ասես վերագրվում է, որ դիտմամբ է արել, չգիտեմ, հանցագործ է եղել եւ այլն։ Օրինակ, երիտասարդը կանգնած է եկեղեցում, պատարագի է մասնակցում եւ հա քաղաքական ճնշման զոհ է դառնում, իրավիճակի զոհ է դառնում։ Օրինակ, կինը իր երեխային տանում է ուղղակի շախմատի մրցման եւ վարչապետի քարոզարշավին է հանդիպում եւ հա իրավիճակի զոհ է դառնում, ինչ ասես վերագրում են, նա չի սիրում Հայաստան, ատում է քարտեզը եւ այլն։ Այսինքն այս դեպքերում, երբ որ կա ակնհայտ քաղաքացու զոհ լինելը, տեսնում ենք ինչ որ համակարգված հարձակումներ։ Հիմա Սոնայի դեպքում օրինակ ինչքանով է գործը քաղաքական կամ ոչ քաղաքական, եկեք մի պահ ենթադրենք ինչ կլիներ, եթե Սոնային վրա երթի ենթարկեր հետիոտնով անցնելիս սովորական վարորդ 108 կմ/ժ արագությամբ ընթացող կամ փարոսիկներով որևէ մեքենա, որը այդ նույն իրավասությունը ունի, ինչ վարչապետի ավտոշարասյունը։ Պարզ է, որ այս ամենը չէին ունենա։ Կամ եթե վարորդը ընդդիմադիր լիներ, պատկերացրեք ինչ կլներ, վախենալու են պատկերացրել։ Հաստատ մի անգամից տեղում կկալանավորվեր ու դե բոլորը խոսելու էին այդ մասին։ Եկեք մենք հիմա կխոսենք այն մեխանիզմի մասին, որով հանգցնում են հանրային բողոքը, հանրային ծասումը, վրդովմունքը, ու պետք է հասկանանք, որ այն ինչ կատարվում է, դա պատահականություն չի, դա հախուռն ռեակցիա չի, այլ դա շատ լավ մտածված, շատ լավ նախագծած, հա, պլանավորած գործողություններ են։ Մարիամ ջան, ես կանեմ, հա, так մի վարքյան։ Ենթադրենք ունենք ինչ-որ միջադեպ, որը իշխանությունների համար տհաճ միջադեպ է, այսինքն իրանց հեղինակությանն է հարվածում, անարդարություն է ինչ-որ, հա, ու հանրային դժգոհություն է առաջացնում։ Օրինակ, հունիսի 12-ին այս պատկերը երևի բոլորին ծանոթ են, ամանավանդ լրագրողներին, երբ ոստիկանները տեսաձայնային լուսաձայնային նռնակներ նետեցին հենց լրագրողների վրա, հա, այդ ցույցը լուսաբանող, բողոքի ցույցը լուսաբանող հենց լրագրողների վրա։ Մենք իհարկե առանձին մի հատ մեծ թեմա է, ինչպես էին օրինակ սա հանգցնում, դա էլ է շատ հետաքրքիր թեմա, բայց ենթադրենք ունենք ինչ-որ սենց միջադեպ, հա, աբստրակտ, ենթադրենք ինչ-որ բան է եղել, իրադարձություն է եղել, որտեղ կա զոհ ու այդ զոհը կամ տուժած կա ու այդ ակնհայտ է, որ սա անարդարություն է։ Ինչ է արվում։ Առաջի քայլը դա թաքցնելն է։ Թաքցնել, քողարկել, եթե չի ստացվում թաքցնել, ապա քողարկել իրադարձությունը ու խլացնել։ Այսինքն, եթե մենք ունենք գործողությունների այսպիսի շարան, որը եթե չմիջամտեր իշխանությունը, ինչ կլներ։ Կլներ իրադարձություն, անարդարություն, հանրությունը կիմանար այդ իրադարձության մասին, կհասկանար, հա, որ ինչ որ անարդարություն է եղել, եզրակացություն կանել, որ արդար չէր այդ հարձակումը ու օրինակ բողոքի ցույց կարող է լինել, հա, դժգոհության ինչ որ ալիք, պահանջներ մեղավորին պատժելու եւ այլն։ Շատ երկրներում թվում է թե փոքր միջադեպը բերում է ընդհանուր մինչեւ երկրի ղեկավարի հրաժարականի, հա, շատ բազում այդպիսի դեպքեր կան։ Հիմա ինչ է անում իշխանությունը, որպեսզի այդ հանրային ալիքը դժգոհության, վրդովմունքի հանգցնի։ Քայլ առաջին դա թաքցնել, քողարկել, եթե հնարավոր չի խլացնել։ Այսինքն ինչ որ այլ
իրադարձություն մեջ գցել ու ուշադրությունը շեղել դրա վրա, հա։ Երկրորդ քայլը զոհի արժեզրկում, այսինքն որպեսզի մարդկանց աչքերում այդ զոհը, այսինքն ասեն դե հա վատ բան է եղել, բայց դե իր արածն է մի բան չէր, կամ չգիտեմ վատ մարդ էր, իրան հասնում էր եւ այլն, հա։ Ինչ են անում, արժեզրկում, պիտակավորում, վարկաբեկում ու մեղադրում, ինքն էր մեղավոր։ Հա, սա սխեմա է, այսպես ասած նույնիսկ դասագրքեր կան, հա, որտեղ բացատրված է թե ինչպես է պետք գործել այդ հանրային ցասումը հանգցնելու համար ու շատ հստակ օգտագործում են դա։